Եվ այսպես համապետական ընտրությունների ժամանակ Գյումրու պատմությունը չպետք է կրկնվի։ Վարպետը եւ Մարգարիտան վեպում մի հետաքրքիր դրվագ կա, հերոսուհիներից մեկն ասում է «Полночь близится, а Германа всё нет»։ Հիմա աշխատանքային շաբաթը մոտենում է ավարտին, բայց Մարտուն Գրիգորյանից այդպես էլ մենք չենք լսել որոշում, թե ինչ է նա անելու ապրիլի 16-ին Գյումրու նորընտիր ավականու առաջին նիստի ժամանակ, հիշեցնենք ինչ տեղի ունեցավ։ Մարտի 30-ին տեղի ունեցան Գյումրու ավականու արտահերթ ընտրությունները եւ իշխանությունները պարտվեցին, իրենք կարողացան աննախադեպ վարչական ռեսուրսների կիրառման շնորհիվ հավաքել մոտավորապես 37% դա եւ տրամաբանությունը հուշում էր, որ իշխանությունը կորցնում է Գյումրին։ Ավելին, հետագա գործընթացները ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող երկու քաղաքական ուժերը իրենց առաջնորդներով, տեղական ցուցակների առաջնորդներով Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանը հայտարարեցին, որ իրենք միանում են Վարդան Ղուկասյանին որպես ընդդիմադիր հատվածը ներկայացնող քաղաքական ուժերից ամենաշատ ձայն ստացած տեխնացուին։ Տրամաբանությունը կրկին հուշում էր, որ այստեղ Վարդան Ղուկասյանին կարող էր միանալ նաև Մարտուն Գրիգորյանը, ինչի շնորհիվ հնարավորություն կլիներ հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը կկորցներ իշխանությունը Հայաստանի երկրորդ քաղաքում Գյումրիում, բայց կրկին ասենք, աշխատանքային շաբաթը մոտենում է ավարտին, Մարտուն Գրիգորյանից որոշում չկա, Մարտուն Գրիգորյանի շրջապատից հակասող հայտարարություններ են գալիս, սկսած նրանից, որ եթե դուք աջակցության կարիք էիք զգում մեզանից, ապա ձեզ պետք է լավ պահեիք, համապատասխան հայտարարություններ չանեիք, մինչև այն, որ մենք Մարտուն Գրիգորյանի հետ ընդհանրապես որևիցե կապ չունենք, սա է իրականությունը հայկական, բայց եկեք նայենք նաև որոշակի հետևություններ անենք արդեն տեղի ունեցած գործընթացներից եւ նրանից, թե ինչ է անհրաժեշտ անել ապագայում կամ գոնե ռազմավարական ծրագրավորման տեսանկյունից ինչպես է պետք պլանավորել հետագա գործողությունները, որ Գյումրու պատմությունը չկրկնվի։ Նախ առաջինը, ընտրություններին պետք է մասնակցել։ Ընտրություններին պետք է մասնակցել եւ ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հաղթել հնարավոր է։ Կարելի է ընտրություններին մասնակցել առանձին ցուցակներով, իսկ հետո միավորվել այն բանից հետո, երբ որ փակվեն ընտրական տեղամասերը։ Շատ կարևոր է մինչև ընտրությունների օրը քաղաքական առումով հրադադար հայտարարել, այսինքն թիրախները, հիմնական թիրախը քննադատության միշտ պետք է լինի իշխանությունը։ Դրա հետ մեկտեղ հասարակությունը արդեն իր համար որոշակի առումով պետք է հետևություններ անի, որ անկախ այն հռետորաբանությունից, որը կիրառում են շատ քաղաքական գործիչներ, սկսած նրանից, որ այս իշխանություններին կամ այն գործընթացները, որոնք տեղի ունեցան 2018 թվականին անվանում են թուրք-ադրբեջանական կամ կապիտուլյանտ, դա չի նշանակում, որ երբ որ գալիս է պահը հստակ քայլեր ձեռնարկելու, այդ մարդիկ պատրաստ են քայլեր ձեռնարկել։ Հաջորդը կար մի այսպիսի մոտեցում Հայաստանում, որ Նիկոլ Փաշինյանը շանտաժի լեզվով կարողացավ հասնել իշխանության 2018 թվականին այդ հայտնի բանաձևի շնորհիվ, կամ ես կլինեմ իշխանություն, կամ Հայաստանում իշխանություն չի լինի, բայց փաստորեն Հայաստանի ընդդիմադիր դաշտում էլ կա հետևյալ մոտեցումը, որ կամ մենք կլինենք իշխանություն, կամ Հայաստանում իշխանություն չի լինի։ Սա պետք է արձանագրենք, այսինքն սա նաև մեր հարգարժան քաղաքացիները պետք է արձանագրեն հետագայում որոշակի քայլեր իրականացնելիս։ Հաջորդը, մենք գլոբալ առումով այս մի քանի օրերի ընթացքում ստացանք մի ֆունդամենտալ հարցի պատասխան։ Լավ է, ինչ էր կատարվում այս վերջին տարիների ընթացքում, որ այսքան բազմամարդ հանրահավաքների ժամանակ, բողոքի ակցիաների ժամանակ, երբ որ հնարավոր էր փողոցը ակտիվ պահել շատ ավելի երկար ժամանակ, քան դա 2018 թվականին հաջողվեց անել Նիկոլ Փաշինյանին, բայց իշխանությունը չէր փոխվում, միգուցե այն չի փոխվել նաև այն պատճառով, որ իշխանությունների թիկունքը ընդդիմության մեջ, ընդդիմության ներսում պահող եւս որոշակի ուժեր կային եւ նաեւ պետք է արձանագրենք հետեւյալը ռազմավարական ծրագրավորման առումով ցանկացած քաղաքական ուժ, որը իրապես հավակնում է Հայաստանում հասնել քաղաքական փոփոխությունների, գալիք արտահերթ, թե հերթական ընտրությունների ժամանակ պետք է անի հնարավորը, որպեսզի նա կարողանա 50+1
քվեներ ստանա կամ գոնե անի այնպես, որ Նիկոլ Փաշինյանը եւ այն մարդիկ, ովքեր ընդդիմության մեջ պահում են Նիկոլ Փաշինյանի թիկունքը, չկարողանան միասին 50 գումարած 1 մանդատ ունենալ, որովհետեւ այդ պայմաններում համապետական մասշտաբով կրկնվելու է այն, ինչը մենք հիմա տեսնում ենք Գյումրիում, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մտածեք այդ մասին։